Թոշակները կբարձրանան 3000-ից 3500 դրամ։ 2026 թվականից պետությունը պատրաստվում է այսքանով բարձրացնել կենսաթոշակները, բայց միայն նրանց համար, ովքեր վճարումներ կանեն անկանխիկ եղանակով։ Հետվճարի սահմանաչափերը վերանայելու են 12%-ից դարձնելով 20%։ Կենսաթոշակի միջին չափը 49000 դրամ է, նվազագույնը 36000 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է շուրջ 76000 դրամ, որից պարենային զամբյուղը շուրջ 41000 դրամ։ Հիշեցնենք, որ 2019 թվականին նվազագույն կենսաթոշակը կազմել է 25500 դրամ։ Զարկերակի հետ զրույցում տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը նշեց, որ քանի դեռ սպառողական զամբյուղի եւ կենսաթոշակի միջև կա խզվածք, թոշակների բարձրացման թեման միշտ ակտուալ է լինելու։ Սակայն որքան էլ արվեն որոշակի բարձրացումներ, կենսաթոշակառուները բախվում են գնաճին, բայց պետք չէ քննադատել, քանի որ դա կապված է պետության հնարավորությունների հետ, ասաց նա։ Օրինակ, այս սեպտեմբերին գնաճը կազմել է 3.2%, որը թոշակառուները չեն կարող իրենց վրա չզգալ, քանի որ վերաբերում է օրինակ գյուղմթերքին, զեթին։ Սպասվող բարձրացումով օրինակ թոշակառուները մեկ անգամ ավել միս կարող են գնել, ասաց Աղաբեկյանը, անդրադառնալով հետվճարի համակարգում փոփոխություններին։ Նշեց, ծրագիրը գովելի է, բայց պետք է հաշվարկել, որքանով է դրանից լավացել կյանքը։ Ըստ նրա, հաշվի առնելով ներկա տնտեսական վիճակը, թոշակի էական բարձրացումներ պետք չէ սպասել, թեև պետությունը կարող է քաղաքական վիճակն օգտագործել եւ գնալ պոպուլիստական քայլի ու բարձրացնել, բայց կարող է բախվել բյուջեում դեֆիցիտի։